Սաղմոս առաջին։ Այս հրաշք Սաղմոսի միջոցով Աստված խոսում է իր զավակների հետ։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալի քամին։ Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները արդարների ժողովում, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ Այս Սաղմոսը սովորեցնում է մեզ, թե ինչպես ապրենք, որպեսզի երանելի համարվենք։ Առաջի խոսքերը գեղեցիկ նկարագրություն ունի, որ ասում է. երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում։ Ուզում է ասել Աստծո խոսքը, որ երանելի է այն մարդը, որ հեռու է մնում մեղքից, որ հեռու է մնում բամբասանքից, չարախոսությունից, այն ամենից, ինչը անում են անապաշխար կամ ոչ հոգևոր մարդիկ։ Եվ Սաղմոս 119:63-ում այսպես է ասում. Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզանից և պահում են քո պատվիրանները։ Եվ մեկ ուրիշ հատվածում էլ այսպես է ասում Աստծո խոսքը. չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Եվ այս խոսքերը դնելով կողք կողքի մենք հասկանում ենք, որ մենք պետք է նայենք, թե ովքեր են մեր ընկերները, և եթե ցանկանում ենք երանելի կոչվել, ուրեմն պետք է հեռու մնանք բամբասանքից, բամբասող մարդկանցից, այն մարդկանցից, ովքեր որ մեղք են գործում, և այդ մեղքը իրենց համար շատ հասարակ է։ Թող Տերը ողորմություն անի, սիրելի քույրեր և եղբայրներ, որպեսզի կարողանանք Աստծո խոսքը ամուր պահել։ Եվ երբ որ մենք երանելի ենք կոչվում, դրանից հետո գալիս է դրան հաջորդող գեղեցիկ խոսքերը։ Այն մարդը, ով երանելի է, այսպես է նրա համար գրված. այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Եթե մենք ունենք աստվածավախություն, և եթե մենք պահում ենք Աստծո խոսքը և պատվիրանները, ինչ է տեղի ունենում մեր կյանքում։ Մենք դառնում ենք այն մարդիկ, որոնք որ գիշեր-ցերեկ մտածում են Աստծո խոսքի շուրջ։ Մենք լինում ենք այն մարդիկ, ովքեր սիրում են եկեղեցի գնալ, ովքեր սիրում են աղոթել և միշտ հաղորդակցվել Տիրոջ հետ։ Եվ դրանից հետո գալիս է երրորդ խոսքը, որ ասում է. նա նմանվում է ջրի մոտ տնկված ծառի, որը իր պտուղը տալիս է իր ժամանակին։ Այսպես է նկարագրում խոսքը. այն ծառը, որ ջրի մոտ է տնկված, նա միշտ պտղատու է, և մենք էլ, երբ որ Աստծո խոսքի մեջ ենք տնկված, սիրելիներ, մենք էլ պտղատու ենք լինում։ Մենք էլ լցված ենք լինում հոգու պտուղներով՝ սեր, ուրախություն, խաղաղություն, և այդ բոլոր ինս հիասքանչ և զարմանահրաշ պտուղները գործում են մեր կյանքում, եթե մենք պահում ենք Աստծո խոսքը և կատարում ենք։ Եվ խոսքն ասում է, որ այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շյուղի, որ ցրիվ է տալի քամին։ Աստծո խոսքը հիշեցնում է մեզ նաև ամբարիշտների մասին, թե նրանք որքան թեթև են, որովհետև առանց Աստծո, այո, մարդը շատ թեթև է, որ կարող է անգամ քամին ցրիվ տալ և կորցնել նրան։ Այսինքն կյանքի դժվարությունները և գտնվելով Աստծո կամքից դուրս, այո, հակառակորդը կարողանում է կորցնել անապաշխար մարդուն։ Եվ շարունակում է խոսքը այսպես. սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ, և ոչ էլ մեղավորները արդարների ժողովում, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ Թե երկրի վրա, թե հավիտենության մեջ կլինի տարբերություն արդարների և մեղավորների։ Դրա համար, սիրելիներ, եկեք ամուր պահենք Աստծո խոսքը, պահենք այս կամքը, այս օրենքը Տիրոջ, որը որ ցանկանում է, որպեսզի բոլորս լինենք այս երանելին, մնանք իր խոսքերի մեջ և խոսքերը պահողներ և կատարողներ լինենք, և երանելի ենք մենք, որ ամբարիշտների խորհրդի մեջ չենք։